Հանրային լսում կարելի էր անվանել, թե չէ։ Չէ, դա հանրային լսում չէր ընդհանրապես ինքը որևէ իր ձևաչափի կամ հանրային լսումը որպես ժողովրդավարական գործիք, ասվածը ինքը որոշակի շրջանակ ունի, որը պետք է պարտադիր ապահովվի։ Առաջինը մեծ ոստիկանության կուտակումներ էին, այսինքն նկարները, որ նայում ենք, երևի մինչև մի 20 կամ ավել ոստիկան, որոնք որ սկզբնական շրջանում ընդհանրապես թույլ չեն, այսինքն ասում են, որ պիտի առաջինը մտնեն գյուղի բնակիչները, այսինքն կողքի գյուղերի բնակիչներին փորձելով խոչընդոտել, որ մտնեն կողքի գյուղերի բնակիչներին, դա կասեցվեց, բայց հրահանգը հստակ էր, որ պետքա որ եկած լինի տեղական իշխանություններից, որովհետև դա իրենց սենց ասած ելույթներում երևում էր, այսինքն իրենց նախատրամադրվածությունը, այսինքն ինքը շմագ օրենքի ընդհանրապես համապատասխան չէր, այսինքն ոստիկանը ինչ կապ ունի հանրային լսմանը մարդկանց դասակարգելու եւ ըստ չգիտեմ, որոշակի խմբերի ներս թողնելու այդ կասեցվեց եւ հաջորդը տեղական ինքնակառավարման թույլ չեն տալի, որպեսզի լինեն ելույթներ։ Օրենքը հստակ սահմանվում է հարցեր, կարծիքներ եւ ելույթներ։ Այսինքն իրենք սահմանափակել էին ռեգլամենտում միայն հարցեր եւ երբ որ տեսան, որ չեն կարողանում վերջում վերահսկել, այսինքն ելույթների կամ կարծիքների շրջանակը ընդլայնվում է եւ դա կդժվարացնի հետագայում իրենց կողմից, ավականու կողմից կատարվելիք որոշման լեգիտիմությունը, այսինքն եթե կարծիքները շատ եղան բացասական, ապա հիմքեր չեն լինի, որպեսզի օրինակ դրական որոշում կայացնի ավականին, եւ իրենք անօրինական ձևով կամայականորեն կասեցին, հայտարարեցին, որ համարում են լսումները հակված քանզի հարցերը կրկնվում են եւ թողեցին դուրս եկան դահլիճից։ Այսինքն դրանք հանրային լսում չեն ընդհանրապես իրենց ձևաչափով, կազմակերպական ձևով հերույ են հանրային քննարկումներ լինելուց, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ կարծիքներին, այսինքն տվյալ դեպքում դահլիճը, որը որ կար, այսինքն լեփլեցուներ, այսինքն նաեւ տեղական իշխանությունները չէին ապահովել, այսինքն համապատասխան տարածք, որպեսզի բոլորը ազատ այնտեղ, նստեն, մի հատ ոստիկանները ներս են մտնում, ասում են ներս ենք թողելու այնքան մարդ, որքան որ կա աթոռ, այսինքն դա էլի որևէ ձև օրենքի շրջանակներին համապատասխան չէր, սաստելուց հետո նոր հրաժարվեցին այդ մտքից եւ այսպես կամայականորեն թողեցին եւ գնացին եւ դա հանրային լսում չի կարող համարվել, այսինքն եւ վերջի շրջանում մենք ականատես ենք լինում, որ տեղական իշխանությունները երբ որ տեսնում են կարծիքները իրենց սրտով չեն, այսպես ասած հայտարարում են լսումները, քննարկումները փակված եւ թողում լքում են տարածքը, դա եղավ 1.5 ամիս առաջ Քարաբերդում, ելի մի շարք համայնքներում, մի խոսքով, իսկ այն հավաքված բազմությունը երևի մի 50-60-70 մարդ միջև, իրենց 70-80%-ը մարդիկ են, ովքեր որ դեմ էին եւ չկարողացան արտահայտել իրենց կարծիքը։ Այսինքն դա ուղղակի իրենց թույլ չտրվեց։ Երբ որ տեսան, որ չեն կարողանում զսպել մարդկանց, թողեցին ու գնացին, այդքան։ Պարոն Դուրգալյան, դուք մասնակցել եք նաև նախորդ տարի, ինչքան ես տեղյակ եմ, հերակա եմ եղել, որովհետև այդ պահին այնտեղից բնակիչներից ինձ զանգեցին, ես տեղում չեմ եղել, եւ ասացին այս պահին ոստիկանները թույլ չեն տալիս, որ ներս մտնենք։ Եվ այն ժամանակ, այո, թույլ չէին տվել, որ ներս մտնեն, այս ժամանակ ես ուղիղ ոստիկանության այդ բանակցությունների մեջ էի եւ ես ասում եի, որ դուք հիմա օրենք եք խախտում եւ ես կկապվեմ ձեր նախարարի հետ, հիմա հասկանամ այդ հրահանգը որտեղից է գալիս ու իրենք այդպես մի խոսքով իսկ հրահանգը ներքին էր, այդ հաստատ, այսինքն տեղական հրահանգ էր, փորձում են տեղական հրահանգով շարժվել, բայց այդպես չարին, վերջը հետ կանգնեցին,
Փաստացի հանրային լսումներից տեղեկացանք, որ նույն ընկերությունը, որը նախորդ տարի բացասական եզրակացություն է ստացել, նույն առաջարկով մտել է այս տարի։ Ինչպես կգնահատեք, տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը հետևյալն է, որոշակի ժամանակ է անցել, նույն մարդիկ հավանաբար փոխել են, այսինքն այլ ընկերություն են արդեն ստեղծել, այսինքն դա այլ անվանումով, մի քիչ վերափոխված անվանումով ընկերություններ եւ ի տարբերություն նախորդ տարի, այս տարի հայցվող տարածքի չափն էր փոքրացել, երևի մինչև մի 10 հեկտար կամ մի փոքր ավել եւ խոստումներն էին ավելացել, այսինքն եթե այն ժամանակ մինչև 300 աշխատատեղ էին խոսք տալիս, հիմա 400-ից ավել էին խոսք տալիս։ Բայց դա մեծ հաշվով էական չի, որովհետև նույն ընկերությունը միգուցե իր չգիտեմ, ինչ որ նպատակահարմարությունից է, այսինքն անունը փոխել եկել, որովհետև նույն ընկերությունը առանց անունը փոխելու էր, որևէ օրենսդրական խոչընդոտ չուներ, նորից հայց ներկայացել, նորից գալ, դա օրենսդրական բացեր ունենք մենք այստեղ, որ ցանկացած ընկերություն անհաշիվ անգամներ, նույնիսկ տարին 12 անգամ կարող է հայտ ներկայացնել մերժումից հետո նորից գալ, նորից լսումներ իրականացնել եւ մենք դրա ականատեսն ենք լինում, այստեղ է որ օրենսդրական բարեփոխումների խիստ կարիք կա, մենք դա արդեն ես օրինակ ներկայացրել եմ շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուներին վերջերս տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, որոնք ասացին այո, խնդիրը ինքը իսկապես այսպես ասած, արդիական է եւ պետք է որոշակի մեխանիզմներ մշակվեն, առաջարկությունը հետեւյալն է, որ եթե համայնքում, այսինքն մեկ տարվա մեջ, այսինքն երկու անգամ արդեն ոնց որ մերժվել է ցանկացած ընկերության, այսինքն երկու անգամ մերժվել է տվյալ տարածքի, հայցող տարածքի համար հայտը ժողովրդի կողմից, այդ շատ կարևոր է նշել, ապա համայնքը ձեռք բերի իմունիտետ, որ գոնե մի քանի տարի, այդ տարիները քննարկման, առարկային 3 տարի, 5 տարի, որևէ ընկերություն չկարողանա այդ բնակավայր գալ, մինչև միգուցե բնակավայրում, չգիտեմ, փոխվեն առաջնայնությունները, կարծիքները եւ այլն։ Այսպես մենք ականատեսն ենք լինում տասնյակ ավել բնակավայրերում Հայաստանի տարեկան 3-4-5 անգամ, տարբեր փորձերին եւ բնակիչները անդադ մոբիլիզացված են, անդադ ներվայնացած են, տարբեր տեսակի դրսևորումներ կարող են լինել, հապուկ ճնշման դրսևորումներ կարող են լինել, ընկերությունները տարբեր գալիս են, մրցում են իրար հետ, բնակիչներին մեկը մյուսին իր կողմն է գրավում, այսինքն անընդհատ քաոս է ստեղծում տվյալ բնակավայրում այդ գործընթացները եւ դրա առաջը պետք է իհարկե կանգնեցվի օրենքի մակարդակով։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ հայցվող վայրում, որտեղ պետք է հանքշահագործում իրականացվի, կա կարմիր գրքային բույսեր, իսկ ընկերության հանրային քննարկմանը ներկայացված Գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի ինստիտուտի ներկայացմամբ չկա։ Այդ հակասությունը ինչպես կգնահատեք։ Ես կարծում եմ, որ մենք նման դեպքեր եւս ունենք Հայաստանում ուրեմն 21 թվականին կառավարությունը, այսինքն շրջակա միջավայրի նախարարությունը որոշում էր կայացել եւ ցանկ էր կազմել մինչեւ 26 գետ, եթե չեմ սխալվում, որտեղ որից վրա չի կարելի հեկ կառուցել, այնտեղ որոշակի առանձնահատկություններից ելնելու, օրինակ, չգիտեմ, էնդեմիկ ձկնատեսակներից ելնելու, եւ մենք դեպք ունենք, երբ որ ընկերությունը պատվիրել է ինքը, հետազոտություն, մի ընկերություն, եւ տվել են իրեն եզրակացությունը, որ այդ ձկնատեսակը այնտեղ գոյություն չունի, ինչպես նշում է նախարարությունը, եւ ընկերությունը այդ հիմքով հայց է ներկայացել նախարարության դեմ, որպեսզի այդ գետը, որի վրա իրենք ցանկանում են հեկ կառուցել, այդ ցանկից հանեն։ Այսինքն մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ որ ցանկացած ընկերություն կարող է դիմել ինչ որ հետազոտողի
եւ պարզել այնտեղ, որ կա այդ, չգիտեմ, էնդեմիկ տեսակը բույսի կամ չկա եւ բավարարվել դրանով եւ դա հիմք հանդիսանա, որպեսզի ինքը հայց ներկայացնի։ Եթե ես չեմ սխալվում, այդ նույն ընկերությունը, որը երեք գինեվետում լսումներ իրականացրել, եթե չեմ սխալվում, եւս հայտ է ներկայացրել նախարարության դեմ, որ այնտեղ այդ էնդեմիկ տեսակը չկա, այսինքն այստեղ մենք գործ ունենք ինչի հետ, որ պետական ինստիտուտի, այսպես ասած, աշխատանքը նախարարության տվյալ դեպքում ընկերության կողմից լուրջ չի ընդունում, վիճարկվում է, սակայն մյուս դեպքերում երբ որ դա իրենց շահերից է բխում, իրենք ասում են չէ, բա նախարարությունը պետություն է, այսպես ասած։ Դա այն դրսևորումն է, որը Հայաստանում վերջ տարիներին ականատեսն ենք լինում, կարելի է համարել, որ դա, չգիտեմ, ժողովրդավարական ինչ-որ գործընթաց է, ընկերությունը վիճարկում է, այնտեղ կա թե չկա, բայց ամեն դեպքում, այսինքն պետական մարմնի որոշումը պետք է առաջի հերթին հիմք լինի տեղական իշխանությունների համար։ Այն ինչ երեկվա դեպքում, այսինքն երեկվա դրությամբ մենք տեսնում ենք, որ տեղական իշխանությունները ավելի հակված են հավատալ ընկերությանը, քան թե ասենք շրջակա միջավայրի նախարարության կողմից անցյալ տարի տրված եզրակացությանը, նախարարության կողմից տրված փաստարկներով։ Եվ պարոն Դուրգալյան, հայցվող հանքշահագործումը ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, եթե կյանքի կոչվի, ինչ վնասներ կան, ռիսկեր։ Իհարկե մենք այս պահին այնտեղ չենք տեսել որևէ ներկայացված ծրագիր, այսինքն դա գոյություն չունի, այնտեղ միայն sense բարի, չասեմ բարի, ուղղակի ասենք որոշակի պլաների ներկայացում են, այսինքն ուղղակի սենց կարճ։ Մենք ուսումնասիրել ենք, օրինակ, չգիտեմ, եվրոպական մի շարք ընկերություններին եւ նրանց փորձը, որը անվնաս է, բերելու ենք Հայաստան։ Վերջ, այսինքն այսքանը։ Դու չես կարող ներկայացված, այսինքն ծրագրով առայժմ այնտեղ կարծիք կազմել, այսինքն որքան կլինի դրա ազդեցությունը, այն ինչ կասենք ինքը ընդհանրական է, բայց ինքը Այսինքն եթե խոսքը գնում է բաց հանքի շահագործման մասին, իսկ բաց հանքը ինքը եթե շահագործում է, ինքը գտնվում է քամիների գոտում այդ տարածքը եւ ապացուցված է, այսինքն ոչ թե ապացուցված է, ականատես են տեղի բնակիչները, որ քամին Կարմիր Սարից միշտ քամին բերում է դեպի գյուղեր, այսինքն ոչ թե հակառակը, եւ այդ ամբողջ փոշին տարածվելու է տվյալ մի շարք, ավելի քան 1 տասնյակ գյուղերի շարավիղով, պետք է ասեմ, որ հայցվող տարածքը ինքը անմիջապես սահմանակից է գյուղատնտեսական նշանակության հողերին։ Այսինքն ոչ միայն այստեղ վտանգ է, որ ասենք մարդկանց առողջությանը, համար ռիսկեր կստեղծվեն, այսինքն բացի փոշուց նաև տեխնիկաներ են այնտեղ աշխատելու, այն նաև մեծ վտանգ է ներկայացնելու գյուղատնտեսության համար, հատկապես պետք է նշենք, որ տվյալ տարածքում մեծ այգեգործության աշխատանքներ են իրականացվում, այդ թվում նաև կան մարդիկ բնակվող Եվրոպայում, ովքեր այնտեղ գյուղատնտեսության մեջ ներդրումներ են իրականացնում, եւ տվյալ մարդիկ եւս նշում են, մտահոգված են, որ ինչպես կարող է իրենց արտադրանքը, այսինքն մաքուր լինել եւ արտահանվել եվրոպական շուկա, եթե անմիջապես գտնվի բաց հանքավայրի ներքո, այսինքն դա գրեթե բացառվում է, այսպես ասած, որտեղ իրենք բազմաթիվ փորձակնություններ են իրականացնելու եւ նաեւ տեղի բնակչությունը հակված է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատել, դա եւս, այսինքն մենք կարող ենք լսել, որ զբոսաշրջություն եւ հանքարդյունաբերությունը համատեղելի են, այդպիսի լայն հասկացություն գոյություն չունի, դրանք գրեթե անհամատեղելի ոլորտներ են, եթե չհաշվենք, որ կան ինչ-որ թոշակառու հանքափորներ, որոնք ուզում են ցանոթանալ, օրինակ, այլ երկրներում հանքարդյունաբերության աշխատանքին, այսինքն սա շատ նեղ սեգմենտ է զբոսաշրջության, բայց
զբոսաշրջությունը ինքը որպես այդպեսին ենթադրում է հատկապես այդ խոսքը գնում է էկոլոգիական զբոսաշրջության եւ գյուղական զբոսաշրջության մասին, իսկ գյուղական վայրում միայն հնարավոր է գյուղական զբոսաշրջություն զարգացնել, ապա ինքը նաեւ մեծ ռիսկ է պարունակում զբոսաշրջության զարգացման համար, այսինքն բացի գյուղատնտեսությունը։ Դա այն մեծ ընդհանուր գլոբալ ընդհանրական ռիսկերն են, իսկ թե իրականում ինչ չափով կլինեն այդ ռիսկերը, այսինքն ինչ ծավալի կլինեն, դա միայն հնարավոր է, այսինքն եզրակացնել, եթե կա հստակ ներկայացված ծրագիր, այնինչ երեք եւս գյուղացիները այնտեղ նշում են, որ դուք այստեղ մեզ ոչինչ չեք ասում, ինֆորմացիա չեք տալի, իսկ մեզ համար պարզ չէ, էլի, այսինքն դուք ինչ եք անելու, ոնց եք իրականացնել այդ շահագործումը։ Ամեն դեպքում Արարատի մարզը ինքը արդեն ծանրաբեռնված է, որոշակի օդի մակարդակը աղտոտման այնտեղ միշտ բարձր է լինում, այսինքն ծանրաբեռնված է եւ ցեմենտի արտադրանքով եւ այնտեղ նաեւ կա ոսկու կորզման ֆաբրիկան, այսինքն եւ ցիանիդային պոչամբարը տարածքում եւ նոր հավելյալ, այսպես ասած, հանքերի այնտեղ ի հայտ գալը տարածքը գյուղատնտեսական մակարդակից դուրս կմղի եւ կդարձնի միանշակ միայն հանքարդյունաբերական տարածաշրջան։ Երևի թե Վեդի համայնքը եւ Արտաշատ համայնքը այդ փոքր տես կղզյակներն են, որոնք որ այս պահին պաշտպանվում են, էլի, այսինքն դերևս չունեն այդ մեծ ներկայությունը հանքարդյունաբերության։ Գյուղացիներից, այսպես ասած, ովքեր կողմ էին հանքարդյունաբերությանը, ասում էին, որ օրինակ այսպես թե այնպես իրենց հողերին ծառերը չորանում են, ջուր չկա, ավելի լավ է սկսեն հանքը շահագործել։ Ձեր կարծիքը ինչու՞ն է։ Իմ կարծիքը հետեւյալն է, դա նախ այդպիսի գյուղացիները շատ չէին, մի քանի հոգի էին, այսինքն ոչ ավել քան 6-7 հոգից, այնտեղ շատ ակտիվ որպես գյուղացի ներկայանում էր եւ խոսում էր վարչական ղեկավար, մյուսները ասում են միևնույն այդ մարդիկ ուղղակի գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, այսինքն, բայց պետք է նշենք, որ այդ տարածաշրջանում մեծ թվով մարդիկ են զբաղվում գյուղատնտեսությամբ եւ հետո մեկ այլ հարց խոսքը միայն գինեվետի մասին չէ։ Ինչու են լսումների գինեվետը, որովհետև ինչպես գիտեք, նախնական, այդ հանրային լսումները իրենք պետք է անցնեն այն բնակավայրում, որի վարչական տարածքի մեջ է մտնում հայցվող տարածք։ Այնինչ ֆիզիկապես այդ տարածքը ոչ թե վարչական, ինքը օրինակ ավելի մոտ է մյուս գյուղերի, որոնք մեծ գյուղատնտեսական ասենց ասած նշանակություն, օրինակ Այգեզարդ գյուղը, որի բնակիչները անցյալ տարի նույն հանքի հետ կապված ամբողջապես 98%-ի ստորագրությամբ անչափահասներից մինչև չափահասներ դիմել էին նախարարություն եւ վարչապետին այնտեղ հանքարդյունաբերության անթույլատրելիության վերաբերել։ Այսինքն իրական ազդակիրը ֆիզիկապես նաեւ այլ գյուղեր են, որտեղ մեծ գյուղատնտեսական գործընթացներ են ընթանում, այդ թվում միջազգային կամ արտասահմանից մարդկանց ներդրումների միջոցով։ Այդ մեկ հարցն է եւ երկրորդը այն ջրի հարցը, որ իրենք բարձրաձայնում են, ասում են միևնույն է, իրենց հասցեատերը սխալ է, դրա մեջ ոչ գյուղի բնակիչներն են մեղավոր, ոչ էլ տվյալ ընկերության շնորհիվ դա պետք է անի։ Դա տեղական իշխանությունների անգործության արդյունքն է, այսինքն իրենց պահանջատիրությունը, այսինքն որ իրենք ջուր չունեն, դա տեղական իշխանության լիազորությունների թերի իրականացումն է եւ պետք է մեղավորներին փնտրել այնտեղ, ոչ թե ասել, դե որ եթե ջուր չունենք, եկեք մի հատ հանք բացենք, միգուցե մեզ ջուր տա։